Ովքեր են ռիսկի խմբում։ Տեսեք, ռիսկի գործոնները տարբեր են, այսինքն սրտամկանի ինֆարկտի կամ սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոնները լինում են փոփոխվող եւ չփոփոխվող գործոններ։ Մասնավորապես գենետիկան մեծ նշանակություն ունի։ Հին ազգերի մոտ մեր հрьяաների, հույների սրտի իշեմիկ հիվանդությունը շատ ավելին է ինֆարկտները, քան մյուսների։ Հաջորդը դա տղամարդ սեռն է։ Ճիշտ է, 65 տարեկանի մոտ գրեթե հավասարում են ինֆարկտի դեպքերը, բայց մինչև այդ տարիքը տղամարդկանց մոտ ավելի ռիսկային է եւ ավելի հավանական է սրտային հիվանդացության ի հայտ գալը եւ տարիքը միանշանակ։ Տարիքին զուգահեռ հավանականությունը, որ մարդ կունենա սրտային պատահար, մեծանում է։ Այսինքն սրանք բոլոր ռիսկի իսկ այն ռիսկի գործոնները, որոնք բերում են ինֆարկտների առաջացման, որոնք հնարավոր է փոփոխել կամ կանխել, դրանք են ծխելը։ Ծխողները մի քանի անգամ ավելի հավանականություն ունեն ինֆարկտ անելու։ Ինչու՞։ Պատկերավոր ասեք։ Այո, որովհետև տեսեք, ծխելու ժամանակ մենք տարբեր թույներ ենք ներշնչում, որոնք փոխանակության ենթարկվելով օրգանիզմում անցնում են արյանում եւ վնասում են ներքին շերտը, ինզիմա է կոչվում։ Դա ոչ մեկուսի սրտի անոթներ, այլ ոտքերի զարկերակները, գլուխ գնացող անոթների զարկերակները բոլորը ախտահարում են ինզիմա, ներքին շերտը խոցոտվում է, որն էլ բերում է հավանականության թրոմբի կամ աթերոսկլերոզի առաջացման։ Դա ծխելու առումով, բայց շաքարային դիաբետը նույնպես։ Շաքարային դիաբետ ունեցողների ամենահավանական մահվան պատճառ հանդիսացող խնդիրը սրտամկանի ինֆարկտն է։